Rechts afslaan. Բարլուս ժողովուրդ ջան, ոնց եք։ Ողջունում եմ։ Մենք լավ ենք, մեր հանգիստը ավարտեցինք, հանգստացանք լավ ու տուն ենք վերադառնում։ Այսօր տանք նախաճաշեցինք, շատ լավ նախաճաշ էին տալիս, շատ լավ։ Ընտրությունը շատ էր, կարելի էր բոլորի համար էլ, բոլորի բաղադրերը կբավարար էր, այսինքն բոլորը կարային ընտրեին այն ինչ որ իրանք են ուզում։ Շատ լավ էր ընդհանուր։ Սպասարկումը շատ լավ էր, հաստատ ռևյու կթողնեմ, որովհետև մենք էլ որոնակ ես նայում էի, ռևյուներն էի մտնում կարծում, թե մարդիկ ինչ են գրում, լավ է, լավ չի։ Դրա համար ես էլ կգրեմ իմ կարծիքը, ընդհանուր իմ կարծիքը շատ լավ էր իրանցի, շատ գոհ եմ, շատ լավ էր, իսկական իդեալական տեղ այն մարդկանց համար, ովքեր ուզում են իրոք հանգստանալ։ Իսկ զբաղվելու համար, դե բնականաբար այստեղ հիմնականում բնությունն է, կամ քայլել, կամ հեծանիվ քշել, էդ է, իսկական հանգիստ է։ Գյուղ է, դե իր բնությամբ ու բան հիմնականում էդ էր, պետք է այդ գյուղում, գյուղի շրջակայք ինչ որ հետաքրքիր բաներ կային, ինչ որ ես ձեզ ցույց եմ տվել, էդ էր այստեղ։ Գոհ եմ ընդհանուր։ Հյուրերը փոխվում էին, անընդհատ նախաճաշ ժամանակ դե տեսնում էին, փոխվում էին, հները գնում էին, նորերն էին գալիս։ Ընդհանուր մաքրությունն էր շատ լավ, ես դրանից շատ գոհ եմ, որովհետև նախկինում էլի տեղեր ասենք տարբեր հյուրանոցներում մնացել ենք, մաքրությունը լավը չի եղել, այստեղ իրոք մաքուր էր։ Այդ շատ կարևոր է։ Եղանակ էլի այսպես լավ շոփ է, այսքանի օր է այսպես լավ շոփ է, 30 աստիճան։ Դեռ պետք է շարունակվես, երկրորն էլ են այդպես տալիս։ Տուրիստի հարկ կար 4 եվրո։ Ես կարդացել էի այդ բանում, այդ իրանց սայթում որ կարդացել էի, տուրիստի հարկ 4 եվրո, հիմա այստեղ վճարեցինք 4 եվրոն, ոչ թե անձի համար էր, այլ ընդհանուր հարկներ այդքան 4 եվրո, կանխիկ։ Ասի քարտով վճարեմ, ասեց չէ կանխիկ։ Ինչևէ, հանգիստը լավ անցավ, գոհ ենք, ձեր նախկին մեկնաբանություններն էլ եմ կարդացել, շատ շնորհակալ եմ, որպես սիրուն բաներ էիք գրել, լավ արձակուրդ էիք մաղթել, լավ հանգիստ էիք մաղթել, շատ շնորհակալ եմ։ Հիմա նորից նույն սիրուն ճանապարհներով, նույն բնությունը վայելելով ետ ենք դառնում, էլ չեմ ցույց տալիս, որովհետև այն վիդեոյի մեջ երկար ցույց էի տվել, որ չձանձրանաք։ Օրը շաբաթ է, գնանք անցնենք մեր առօրյային։ Ռեստորաններում ամեն դեպքում մենք 2 ռեստորան մտանք, ժամը 8-ի կողմերը իրիկունը, արդեն ուտելու բան չէին տալիս։ Երևի իրաց խոհարարը ես չգիտեմ մյուս ռեստորաններում այդպես է թե չէ, այստեղ այդ 2 ռեստորանում էլ ուտելու բան էլ չէին տալիս, մենակ խմիչք բան կարելի էր վերցնել։ Աս երևի խոհարարը ջղայնացել տուն է գնացել։ Կամ էլ 8-ից հետո չեն ուտում։ Կամ չէ, հա, դե որտե 8-ից հետո ուշ է, երևի մենք ուշ մտանք ու այնքան շոկ էր, այդպես ուտելու ախորժակել չկար, ուղղակի այնքան որ ասեցինք նայենք ինչ կա, թեկուզ բանջարեղենային աղցան կամ բան, բայց ասեց ուտելու բան էլ չկա հիմա ասեց։ Վերջացել է։ 150 meter. Դիտել նույն ռեստորանում, որ ճաշի ժամին էինք մտել, արտակարգ համով բան է սարքել, խոհարարի շատ գոհ մնացի, որովհետև ես սիրում եմ այդ սպագետի կարբոնարը, Փարիզում փորձել էի ընդհանրապես դուրս չէր եկել, Լյուքսեմբուրգում փորձել էի ընդհանրապես դուրս չէր եկել, բայց օրինակ այստեղ շատ լավ էր պատրաստված ու հետը ուշադիր է լինում, ասես տեսեմ հենց հեչ ինչա մեջը լցրել, տեսես ոնց է սարքել, որ գնամ ես էլ փորձեմ։ Լավ ուշադիր եմ եղել, գնամ փորձեմ, նայեմ, նույն համի դե չեմ կարա հաստատ, խոհարարը փորձառու բնականաբար շատ լավ կպատրաստի, ամեն դեպքում ես էլ կգնամ փորձեմ։ Հարցրել էի քանի ժամվա ճանապարհ է, մեզանից շատ հեռու չի, ընդհանուր 2.5 ժամվա ճանապարհ է։
Այս բնակավայրերի մեջ գնում ենք 50 կամ 70 արագությամբ ու մնացածը ամբողջ 200 կիլոմետր գնալու ենք 120 արագությամբ։ Շվեյցի եկեղեցի։ Links afslaan, dan rechts aanhouden. Ընդհանուր տպավորությունը շատ լավ էր, մարդկանցից է։ 50 meter Շատ rotonde oprijden. ոնց որ արդեն ասել են, Tweede շատ rechts. ավելի բաց էին մարդիկ, շատ ավելի անկեղծ, սիրալիր, այդ որ բարևելը ընդհանուր ընդունված էր։ Անկամ կարող է մենք մոտենայինք, հələ իրանք չհասած, որ մենք հասենք բարևենք, իրանք բարև էին։ Rotonde oprijden. Նայում էին, շփթում էին։ Tweede. Հետաքրքիր էր, որ անցնում ենք մի տան մոտով, այդ կինը անել էր մեծ ամանով կատվիկերը, լցնում էր տարբեր տեղեր ամանների մեջ ու մի քանի հատ կատու ուտում էին։ Հիմա թե իրա կատուներն էին, թե թաբառող կատուներն էր կերակրում, այստեղ ընդունված է, այդպես տների դիմաց հանում կատվիկեր են դնում, որ եթե դրսերում կատու լինի, գա ուտի։ Մենք անցանք կերներ լցնում, ետ դառնալուց կատ բերեց լցրեց, որ կատուները մի հատ էլ կատ խմեն։ Փոքր տեղեր էլի մարդիկ իրար ճանաչում են, մի ամբողջ կյանք էլ ապրել են։ Փոքր տեղերում հանգիստ է ապրել։ Over 700. Ոնց որ սպասվում էր, հոլանդերեն դե չէին խոսում։ Այնտեղ որ ուզում էինք, ասենք, մի բան պատվիրեինք կամ բան ռեստորանում, դե չէին խոսում, մտնում էի Google Translate, հայերենով գրում էի, ֆրանսերեն թարգմանում, կարդում էր, հետո ինքն էլ ֆրանսերենով խոսում էր, թարգմանում էինք հայերեն, այդպես հասկանում էինք իրար։ Հետաքրքիր էր շատ։ Ապա այստեղ անգլերեն օրինակ էս երիտասարդները խոսում էին անգլերեն։ Անգլերեն էլ մենք չէինք խոսում։ Որ դպրոցում մեզ միշտ ասում են, մենք էլ մեր աշակերտներն էինք ասում, լեզուները շատ լավ բան են, լեզու պետք է, չես իմանա կյանքում թե որտեղ քեզ օտար լեզուն պետք կգա, շատ ճիշտ էր։ Շատ ճիշտ է։ Ուղղակի մենք մեր սովետական համակարգում անգլերեն, երբ որ սկսեցինք սովորել, ինչ անգլերեն էինք սովորում։ Դասագրքային այնքան որ սովորում էինք, չգիտեմ, այսպես բանի կաղապարների մեջ էլի, այդ ով էր կարողանում դպրոցի սովորած անգլերենով խոսար։ Լավ կլներ էլի, որ հիմա իհարկե դե ուրիշ է, գիտեմ, հիմա հատկապես կարևոր է լեզուն, որ սովորում ես, որ կարողանաս խոսաս, ոչ թե մենակ քերականություն իմանաս ու վերջ։ Ամեն ժամանակով ռիսկ ուներ ուրիշ լեզու սովորել ռուսերենից բացի։ Բայց ուզում եմ ասեմ, որ օտար լեզուն իրոք պետք է, շատ պետք է։ Ոնց էլ չլինի կյանքի մի փուլում, ինչ լեզու էլ իմանաս պետք է գալիս։ Ես իմ աշակերտների, որ ասում էին գերմաներենի համար, երևի դե սովորողները շատ լավ սովորում էին, ովքեր որ այդքան լավ չէին սովորում, հավես չնեին սովորելու, երևի չէին էլ լուրջ ընդունում, որ կարող է պետք է իրանց, էլի, այս գերմաներեն լեզու կարող է իրանց կյանքում պետք է։ Ու հավատացեք, որ իրոք օտար լեզուն շատ լավ է։ Այդ իզուր խոսք չի, խելացի է եղել են ասողը, որ ինչքան լեզու գիտես, այնքան մարդ է, շատ խելացի է եղել։ Ընդհանրապես կրթվել է մարդու։ Լեզուներն էլ դե հաղորդակցության համար շատ կարևոր են։ Հիմա այս հեռախոսները, որ չլինեին, այս Google Translate-ը չլիներ, ոնց ենք իրար հասկանալու։ Ոնց որ առաջ չենք հասկանա։ Չենք հասկանա, ոչ մենք ֆրանսերեն գիտենք, ոչ իրանք հոլանդերեն, առավել ևս հայերեն։ Բայց հետաքրքիր է, մեր հողում, ասենք, բացի անգլերենից ֆրանսերեն էլ են խոսում։ Բայց այստեղ չէ, ֆրանսերեն են մենակ խոսում, հոլանդերեն չեն խոսում։ Իրար չեն սիրում, դրա համար չեն։ Երևի չեն սիրում իրար։ Դե ասալ գերմաներեն մենակ գույնես են գերմաներեն իմանային, այստեղ քանի երկրում կարող շփվել։ Օրինակ Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա։ Դե երկրներում քո նշած պաշտոնական լեզուն գերմաներենն է։ Հոլանդիայում էլ, դե հոլանդերենը իրոք նման է։ Օրինակ հոլանդերենն էլ է նման, ասենք գերմանախոս ազգաբնի
գերմաներեն հակին պետություններ կա, որ խոսում են։ Պաշտոնական լեզու։ Լիխտենշտայնն է խոսում, փոքր պետությունն է, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան, մեծամասամբ գերմաներեն է։ Ավստրիան, այդ քննած երկրների պաշտոնական լեզուն դե գերմաներենն է, բայց այստեղ էլ են երրորդ լեզուն գերմաներենն է, բայց ով է խոսում գերմաներեն։ Բայց գիտես ինչ է երեք մտածում բարգացած շուտ, որ Բելգիան, ասում եմ Բելգիան ամեն երկրից հարևան մի հատված վերցրել են իրաց պետությունն են էլի սարքել։ Ֆրանսիա, Հոլանդիա, Գերմանիա։ Դե Բելգիայի պետությունը 1830 թվականին ստացել ֆրանսախոս USSR հոլանդախոս տարածքում հիմնականում ռելիգիոն տարբերությունների վրա է եղել Բելգիայի քրիստոնյաները ֆլամանական եւ հոլանդացիները ասենք տարբերություն ա եղել իրենց կրոնի մեջ իրար ճշտամական են տրամադրվել այդ իսկ պատճառով ասենք չեն կարողացել միասին ապրել առանձնացել պատմությունը մոռացել եմ ակին հիմնական հիմքերը ինչի մարեղավ ստեղծելու կարծեմ այդ ժամանակ համաձայնվել են որ Բելգիան սահմաններով այդ պետությունը ստեղծել այդ ժամանակ կարծեմ Ռուսաստանն էլ համաձայնել է Ֆրանսիա եւ այլն այդ վաղվա խոշորտերի այդ ժամանակվա դերություններով համաձայնվել են որ պետություն էլի ստեղծի առանցին Բելգիա պետություն Ես ուղղակի համեմատում եմ, բարգած մտածում եմ երեք քնելուց առաջ, ասում եմ տեսեք էլի, Բելգիան տարածքով Հայաստանի չափ է։ Հայաստանը երբեմնի հզոր Հայաստանը բսկտել են, թողել են այսպես փոքր մի տարածք, այն էլ էդ չեն ուզում թողնել, ուզում են հոշոտել։ Իսկ Բելգիան չեղաստեղից այդպես իր համար պետություն է դարելու հզորացել, ինչա թե ինքը բախտը նրանով է, որ քաղաքակիրթ պետություններով է շրջապատված։ Բայց դե հարևաններին չեն ընտրում էլի հենց էտա։ Ուղղակի պետքա ինքան պետությունն էլ ինքը հզոր լինի, որ կարողանա գոյատևի էլի։ Դա ազգերի զարգացվածության աստիճանից է կախված։ Սրտացավ ղեկավարներից է կախված։ Եթե անկախանալու ժամանակի տարվանից սկզբից հետ իրոք հզոր պետություն կառուցել գաղափար լիներ, իրանց նպատակ այդ լիներ, երևի բան կանեին էլի։ Ինչքան էլ կողքից այդ ճակերտների մեջ բարեկամ պետությունները չթողային, որ անկախանանք ինքնուրույն դառնանք, եթե սրտացավ ղեկավարներ լինեին, կարողանա ինչին ասում ենք էլի գլուխները կերան։ Միշտ համատում եմ, հենց նայում եմ, չէ, այստեղ նայում եմ թոշակառուներին համատում եմ մեր հայ թոշակառուների հետ, նայում եմ այս երկրի ամեն ինչը համատում եմ իմ Հայաստանի հետ։ Շատ բաներում շատ հետեք։ Շատ հետեք։ Համեմատել չենք կարող։ Ինքան պետք է տասնյակ տարիներ պետք որ մենք այս մակարդակին տեսնենք։ Պետք է երևի ռեֆորմներ էլի, ռեֆորմներ է պետք, որ կարողանանք իրոք երևի հիմա քիչ-քիչ կարողանում են, բայց համակարգը փտած է, համակարգը պետք է փոխվի։ Հասանք բենզալցակայան, ժողովուրդ ջան, իջնենք ջուր առնենք, մի 5 րոպե թարմոց շնչենք ու շարունակենք։ Ահա, այստեղ։ Ասնենք են կողմի։ Ասնենք էլ էս։ Լավ շուկա։ Ճանապարհները այնքան լավ են, որ մարդիկ 1000 ավելի կիլոմետրը ճամփորդելու համար մեքենայով են գնում։ Բնականաբար ճանապարհն մի քանի տեղ կանգնում հանգստանում են։ Այս շոքին, այս արագընթաց ճանապարհների վրա որ ղեկին ամարտ լինում, ոնց որ եթե չզբաղվի, չէ, կողքից մեկի հետ չզրուցի, ոնց որ այսպես, չգիտեմ, շատ հեշտ է պահի տակ, վայրկյանապես աչքի կպնի։ Որտեվ նույն բանն է, էլի գնում ես նույն բանն է, ինչ վտանգավոր է։ Դրա համար շատ երկար ճանապարհ ես մի քիչ բան եմ անում, որ մեքենայով գնանք կամ միշտ փորձում ենք խոսանք, էլի իրար հետ զրուցենք։ Հանքային ջուր վերցրինք, կտրոն չտվեց։ Այս ֆրանսախոս հատվածն է, կտրոն չտվեց։
Ես էլ չուզեցի, ժողովուրդ ջան, վերցնե տանեմ թափեմ, չեն տալիս չտան։ Այստեղ նայում եմ փոքր բեյբի հետ ման գալու են գնում, հանգստանալու են գնում։ Երեք էի ասում եմ, նայ, բեյբիների հետ գնում են երկրից երկիր հանգստանալու։ Մեր ժամանակները ոնց էր, եթե երեխա ենք ունենում, չէ, փոքր երեխա կար, ով փոքր բեյբին հոտեղ չէին տանի, ասեն փոքր երեխա է, ինչ-որ բաների, առիթների կամ բանի, պարտադիր տունը պետք է մնային։ Ինչ բանա, չէ, ժամանակաշրջանը, մտածելակերպը, հիմա լավ է, ինձ թվում է մենք պետք է ուղղակի երջանիկ լինենք, որ ապրում ենք այս տարաշրջանում ու ինֆորմացիան չափազանց շատ է, ճիշտ ու սխալ ինֆորմացիան խառնված իրար, պետք է այնքան խելացի լինի մարդ, որ ինքը վերցնի ինֆորմացիան, ինչը որ պետք է, ճիշտ է, ինչը որ իրան օգուտ կտա, հենց էդ էլ լավ էլի, որ կարաս ընտրես, ընտրությունն է, էլի միշտ շատ լավ, որ ընտրություն ունենաս ամեն ինչի, թե ինֆորմացիա, ընդհանրապես ամեն ինչի ընտրություն ունենաս, էլի։ Այնպես որ ժողովուրդ ջան, պետք է երջանիկ լինենք, փառք տանք Աստծուն, որ կանք, ապրում ենք ու հետնել հասել ենք այս տարաշրջան ու այսքան այս հնարավորությունները։ Ուղղակի մարդը պետք է կարողանա ճիշտ պահից օգտվի։ Մյուս կողմում մեքենաները շարվել են, կանգնած են, վթար բան ա եղել երևի, կանգնեն մինչև բացվի ճանապարհը, լավա մեր կողմը ազատ է գնում ենք։ Ճանապարհի որակն էլ այնքան տարբեր է, այսքան տեղը մի քիչ լավ է, այնտեղ չեմ էլ նկարում, որովհետև լավ ասֆալտ չի էլի, շատ ուժեղ աղմուկ է։ Բայց ուզում էի նախորդ ասածից վերադառնալ կապված փոքր երեխաների հետ, ասում եմ, այն որ փոքր են երեխաները ու ինչ որ առիթ բան պետք է լիներ, միշտ դժվողի դերում տատիկներն էին չէ լինում։ Տատիկը պետք է մնար պահեր երեխային, որ ջահելներին ուղարկեր, ասում են իրանք ջահել են, թող գնան ուրախանան, տատիկները մնում էին միշտ երկրորդ պլանում։ Մի քիչ մեր հայ կնոջ, դասական տատիկի կերպարը հենց այդ ձև է, չէ։ Հայ կինը մաման նախ իր բալիկներին մեծացնում, հետո երեխաներն արդեն ամուսնացնում են, հիմա էլ սկսում է թոռներին մեծացնել։ Ու ժամանակ երբեք չի ունենում, որ ինքն էլ իր համար ապրի։ Մի քիչ ոնց որ չափազանցրած է, էլի ավելի լավ է, որ ամեն մեկը իր երեխաներին մեծացնի, եթե տատիկների օգնությունը խնդրում են, կարելի է օգնել, եթե չէ, թող իրանք իրանց երեխաներին, ջահելները իրանց երեխաներին մեծացնեն։ Եթե տատիկի պապիկի օգնությունը խնդրում են, կարելի է օգնել, եթե չէ, այդպես որ հույսերը դնեն մենակ տատիկ պապիկների վրա, ճիշտ չի, լավ չի այդպես։ Հետո էլ արդեն իհարկե դե մեր հայկանայք սիրով անում են, թոռներն էլ սիրով պահում են, բայց հետո արդեն թոռներն էլ մեծանում են ու ինչ-որ բան այնպես չի գնում, ոնց որ հիասթափվեն, էլի, որ այսքան արեցի, այսքան դրեցի, դրա համար պետք է մի քիչ սահման լինի, էլի, որ հետո չհիասթափվեն, ժողովուրդ ջան, մի քիչ էլ ձեր համար ապրեք։ Կարֆուր խանութներ են։ Այնքան ասեցինք մյուս կողմը խցանում, հիմա մերն է խցանում, կանգնած ենք։ Քիչ է մնում, բայց մեր ճանապարհի վրա չենք։ Ես որ ասում եմ, աշոտ մեկին նայով ճամփորդելը հոգնեցնում է։ Ճիշտ եմ ասում։ Լարված ես էլի վերջը։ Շոկն էլ է ազդում։ Շոկն էլ է ազդում, հա։ Դրա համար նստում ես կամ գնացքով, կամ այդ հիմիկվա այդ ժամանակակից ավտոբուսները, հարմարավետ, նստում ես։ Մեքենան տարապես տեղում չօգտագործեցինք։ Հա, մեզ դե փոքր տեղ էինք տեղը փոքր էր, հա, բայց ասենք նենց էլ էլի ես համամիտեմ, որ ճամփորդես գնացքով բանով գնաս։
ոչ թե մեքենայով։ Ես դրա կողմնակիցն եմ, որովհետև օրինակ այդ ավտոբուսներով որ գնում են, այս լավ ավտոբուսներ են դες շատ լավ։ Հարմարավետ գնում ես քաղաքների միջով անցնում են ավտոբուսները, նայում ես, բան, այսպես, էսա մենակ մեքենա ես տեսնում։ Նույն բանն անընդհատ ժամերով նույն բանն է հոգնում ես էլի։ Մի հատ բժշկի է լսում, ասում է այդ որ անընդհատ ասում է մարդիկ կան անընդհատ մենակ բողոքում են, լավ չեմ, հիվանդ եմ, այստեղ սա ցավում, այնտեղ սա ցավում, մենակ վատն են բան անում, էլի, մենակ վատ է, ասում է, ու այդ մարդկանց ասում է մենակ նույնն էլ հետ է գալիս, էլի, ինչ ասում ես, ինչ մտածում ես, նույնն էլ հետ է գալիս քեզ, դրա համար ասում է բժիշկը, էլի, ասում է միշտ ասեք լավ եմ, հարցնում եմ ոնց եք, թեկուզ լավ չես, ասում ես լավ եմ, ասեք լավ եմ, մտածեք լավ եմ, մենակ լավ եմ, մտածեք, որ լավ է ետ գա ձեզ, ինչ որ դուրս եք թողնում, ուղարկում եք տիեզերք, նույնը ետ է գալիս ձեզ, այսինքն մեր էներգիան, ինչ որ դուրս է գալիս մեզանից, նույնությամբ ետ է գալու մեզ կամ ավելի շատ, ժողովուրդ ջան, այդ իրոք ճիշտ բան է, մենակ լավն ասեք, լավը մտածեք, նույնությամբ ձեզ ետ կգա, այդքան սիրուն լավ մեկնաբանություններ, որ գրում եք, ես տեսնում եմ, որ նույն մարդիկ մեր մյուս վլոգերների վիդեոների տակ էլի նույն լավ խոսքերն են գրում, ես տեսնում եմ այդ, մտածում եմ էլի ինչքան բարի սիրտ ունեն, ինչքան իրոք լավ մարդիկ են, էլի, վստահ եմ, որ այդ մարդիկ իրանց մենակ լավն էլ գալիս է, ինչ որ ուրիշներն իրանք ցանկանում են, իրանց նույնն էլ ետ է գալիս Այնպես որ միշտ մենակ լավ մտքեր ունենալը մեր օգտին է։ Համել հաճելի չի, չէ, որ ասենք շփվում ես, ասենք նենց մարդու հետ ենք շփվում, որ անդադ դժգոհում է, վայ, լավ չեմ, ստեղ սա ցավում, այնտեղ սա ցավում, անդադ մենակ դժգոհում է, սրանից է դժգոհում, նրանից է դժգոհում, չենք էլ ուզում շփվենք, ես օրինակ չեմ էլ ուզում շփվեմ այդ տեսակ մարդու հետ, ես չեմ ուզում իր այդ բացասական էներգիան իմ վրա վերցնեմ, ես չեմ ուզում կիսեմ այդ, ոնց որ մտքերը պետք է մաքուր լինեն, այնպես է շրջապատը պետք է մաքուր լինի։ Դրա համար ուզում ենք շփվենք այդ տեսակ մարդու հետ, որ ոնց որ իրանց խնդիրները մեր վրա չբարդեն, իրանց հիվանդություններն ու ցավերը մեր վրա չբարդեն, այդ հոգնեցնում է, էլի, այդ հաճելի չի լսելը, ինչ որ ուզում ես կա քո կյանք, այդ էլ պետք է կրկնես, մանտրաներ են, էլի, ձևակերպես մանտրա, կարճ, հակիրճ ու ներկա ժամանակով, ես երջանիկ եմ, ես ուրախ եմ, ես առողջ եմ, ես հարուստ եմ, ինչ որ ուզում ես, այդպես հակիրճ ձևակերպում ես ու հենց այդ էլ գալիս է քո կյանք։ Այս համարյա մի ժամ խցանման մեջ ենք ժողովուրդ ջան։ Ուժը շոկա, մեքենաները լիքը, ասեցի ինֆորմացիա նայեմ, թե ինչ է եղել, վթար է եղել։ Դրա համար այսքան մեքենաները շատացան, բեռնատարները շատ կան, այս վիճակն է։ Վերջապես հասանք տուն, մի ժամ ավել այդպես խցանման մեջ մնացինք, ասեցի միանամ նորից ասեմ, որ դուք էլ հանգիստ լինեք, որ մեր հետ համբերատար դուք էլ եկաք, արդեն ձայնս այս բանից է, կանդիցիաներից է հաստատ, չնայած ջուրն էլ, որ սառը ջուր առանք խմեցի, դրանից էլ կլինի, ինչևէ հասանք տուն, ժողովուրդ ջան, հոգնեցինք ճանապարհից, մեր տեղն էլ ազատ էր, ասում եմ չքան շնորհքով են չեն կանգնել մեր տեղը, որ մենք կանգնենք։ Հիմա ձեզ հրաժեշտ տամ ժողովուրդ ջան, Աշոտ ջան, հրաժեշտ տանք մեր բարեկամներին հիմա։ Հաջողություն ձեզ, շնորհակալ ենք, որ այսքան ժամանակ մեր հետ էիք։ Իջնենք, տեղավորվենք, ժողովուրդ ջան, հանգստանանք, հիմա նոր
Հիմա նոր հաջողություն կհանդիպենք հաջորդ վլոգում